Եկեք հարց տանք, որովհետև ոչ մի բան հենց այդպես չի լինում։ Եկեք հարց տանք, թե հանուն ինչի է Ադրբեջանի այսօրվա այդ իշխանավորը, որը ատելով ատում է հայերին եւ դա չի երթակցնում, հանկարծ որոշել է այդպիսի ուրեմն եղբայրական ճակերտներում քայլ կատարել։ Ես ուզում եմ իրենց հարց տամ այսօրվա այս իշխանության աթոռներին նստածներին։ Պայմանը ո՞րն է։ Ինչ պայմանով է նա համաձայնվել։ Եթե դուք չեք ասում, դուք չեք պատասխանում դրան, ապա Ալիևը նույնպես հպանցիկ կամ ավելի շուտ այնպես շատ ավելի խրոխտ ձևով ասում է 300,000 ադրբեջանցի պետք է վերադառնա Հայաստան, այսինքն կրկնեմ նորից, որ 300,000 ադրբեջանցի երբևիցե չի եղել, չի բնակվել Հայաստանում, չնայած նրանք միշտ քոչվոր են եղել այստեղ։ Երկրորդը, որ նա որևէ այդ իրավունքը չունի, հաշվի առնելով, որ 700,000-ից ավելի հայ, ովքեր իրենց բնորաններում էին ապրում այդ տարածքում, Ադրբեջանում, նրանք ուրեմն իրավունք ունեն իսկապես վերադառնալու իրենց հայրենի տները, բայց տեսեք ինչ է, զավեշտը ինչումն է, որ Հայաստանի այսպես կոչված ղեկավարը կամ նրա հետ եղածները որևէ ձևով մի հատ չեն բերանները բացում, ասեն լսի, այդ 300,000-ի մասին, որ խոսում ես, մի մոռացի նաև մեր 700,000-ից 1 միլիոնի մասին։ Առնվազն էլ 120,000 արցախցիների, որոնք որ ուղղակի էթնիկ զտման եւ ցեղասպանական գործողությունների արդյունքում հայտնվել են իրենց բնորանից դուրս։